Պարոն Պողոսյան, այսօր Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել ազատել աշխատանքից Ալիկ Միրզաբեկյանին, պաշտպանության նախարարի տեղակալին նյութատեխնիկական ապահովման մասով, ազատել է աշխատանքից գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին, շտաբի հետախուզական վարչության պետին եւ Կոմիտաս Մուրադյանին, կապի վարչության պետին։ Ես կուզենայի իմանալ, սա սպասված թե ուշացած որոշում էր, պարոն Պողոսյան։ Գիտեք ինչ է, երևի դա արդյունքը կարելի է գնահատել, թե ժամանակին էր, սպասված էր, թե ուշացած էր նրանից, թե ինչ փոփոխություններ կտեսնենք ապագայում, այդ նույն ոլորտների, որտեղ հասկանալի էր, որ իրենք ոլորտային պատասխանատուներ էին, ուրեմն այդ ոլորտներում կային բացեր։ Ուրախ եմ, որ առնվազն այն, երբ որ պաշտպանության նախարարը ասում էր, որ իրենք առաջի իսկ օրվանից սկսել են ուսումնասիրել բացերը, հասկանալու որտեղ են բաց թողված խնդիրները, երևի այդ մշակումները եկել տեղ են հասել եւ հասկացել են, որ այսօրվա կառավարման խնդիրների մեջ կան խնդիրներ, դե համար պատասխանատուները ոլորտների այսօրվա դրությամբ հեռացվեցին աշխատանքի։ Շատ հարցեր կախված են լինելու նաև ովքեր կնշանակվեն։ Ես հույսով եմ, որ երիտասարդ հայ սպաները, որոնք նաև մեծ փորձ ունեն ուսումնասիրելու արդիական ոլորտի խնդիրները, սովորելով տարբեր դրսում եղած ռազմական ակադեմիաներում, իրենք հնարավորություն կունենան առաջ գնալու եւ բերելու այդ նոր մտածելակերպը, նոր խնդիրները։ Այս պարագայում մենք կարող ենք ասել, որ դա տեղին փոփոխություններ են, իսկ իրան ժամկետային խնդիրները երևի այնքան կարևոր չեն լինի, եթե ճիշտ արդյունքներ ստանանք։ Եթե արդյունքները ճիշտ չլինեն, այն ժամանակ ճիշտ տարբերություն։ Նկատի ունենք այդ կառույցները կամ համապատասխան վարչությունները պետք է ղեկավարեն մարդիկ, ովքեր պատերազմական իրավիճակում այն խնդիրները չեն առաջացնի, որ առաջացրեցին այս անգամ, ակնհայտ է, որ ազգային ժողովի դահլիճում էլ բազմիցս կապի խնդիրը նշվեց որպես կարևոր խնդիր, ու մենք տեսնում ենք անգամ կապի միջոց չի եղել տեղեկացնելու համար։ Այսինքն այս ամենը վերլուծության արդյունքում են հանգել այս եզրակացության, եւ եթե չլինեն համապատասխան մասնագետներ եւ պատասխանատուներ, մենք կունենանք այնինչ ունենք այս քառօրյա պատերազմի ընթացքում։ Առաջին խնդիրը, թե ինչ է տեղի ունեցել առաջնագծում, երևի ամենալավը զինվորականները կասեն, որովհետև միայն ասելով կապի միջոցներ չեն եղել, այդպես չէ։ Հրանտ Բագրատյանը բարձրացնում է, որ կապի միջոցներ չեն եղել, բայց խնդիրը ինձ թվում է կապի միջոցները չեն եղել, այլ խնդիրը այն է, որ կապի միջոցները ունեն ինչ-որ ժամանակ աշխատելու։ Եվ եթե այդ ժամանակման ընթացքում իրենց հնարավոր չլինի լիցքավորել, ապա կարող են եւ խնդիրներ առաջանալ, որ նրանք չաշխատեն։ Կամ ինչ սցենարներով մենք պետք է այնպիսի մեխանիզմներ ունենայինք, որտեղ հասկանայինք, որ եթե օրինակ նույն հենակետը ամբողջովին ռմբակոծվում է, հասկանալի է, որ եղած բոլոր կապի միջոցների սարքերը միգուցե ոչնչանում են, պետք է այլ մեխանիզմներ ունենան, հա։ Հիմա այս սցենարներից ելնելով ինչ որ մոտեցումներ անենք, եկեք մի բան իրականում պատկերացնենք։ Այսօրվա դրությամբ շատերի համար պատկերացումները դեռ կայանում են 94 թվականի պատերազմի հետո, թե ինչ ենք մենք այն ժամանակ ունեցել, ինչպես են կարողացած, բայց խնդիրը այն է, որ Ադրբեջանը արձանականացրել է շատ հարցեր, եւ այս ոլորտի հարցը ոչ միայն կապին է վերաբերվում, սոցիալական խնդիրներն են, առողջապահության խնդիրներն են, այսօրվա վիրավորվածները այլևս այն վիրավորվածները չէին, թե ինչ խնդիրներ մենք ունենք 94 թվականին։ Ամբողջ այս պատերազմի ընթացքում, ինչքան հիշում եմ, այդպիսի տեղեկություն կար, որ ամենը մեկ հոգի էր, որ գնդակից էր վիրավորվել, մնացածը բոլորը ավելի շատ հրանոթային կարակի խնդիրներ եղել, միգուցե այդտեղ պետք է նոր մոտեցումներ իրականացնենք։ Գլխավոր խնդիրը այն է, որ մենք տեսնում ենք, որ քայլեր են կատարվում։ Ինձ թվում է, այս քայլեր կատարվելու հետ միասին մենք պետք է կարողանանք ազգային ժողովում ինքներս մեզ հարցնենք, իսկ մենք ինչեր ենք արել, որ կարողանանք ճիշտ վերահսկողություն պահենք։ Եվ նորից պետք է նշեմ, որ ամեն տարի մենք ունենում ենք ինչ-որ քննարկումներ բյուջետային, եւ այդ ժամանակ որևէ մեկը ոնց որ թե չցանկանա կամ մասնակցի խնդիրներ բարձրաձայնի, իսկ այս դեպքերից հետո բոլորս դառել ենք հարց բարձրացնող իրավիճակում։ Շատ լավ է հասկանանք, արդյոք մենք ճիշտ տեսակետից ենք բարձրանում, արդյոք մենք խնդիրը ուսումնասիրել ենք կամ ուսումնասիրում պատկերացնում ենք։ Եվ այստեղ ոչ թե պետք է մենք քաշվենք նրանից, որ որևէ մի անգամ պետք է այս հարցերին չանդրադառնանք, այլ մենք ինքներս էլ պետք է կարողանանք ուսումնասիրել, մանրամասն հասկանալ։ Հիմա, եթե խնդիրը միայն վերաբերում է պաշտոնյաների ոլորտային պատասխանատուներին հեռացնելուց, ուրեմն այդտեղ եղել են բացեր։ Այսօրվա դրությամբ բարձր զինվորական ղեկավարությունը ընկալել է, որ այդ ոլորտում պետք են փոփոխությունները արել են։ Բայց դրա հետ միասին ես կցանկանայի տեսնել երկրորդ քայլը։ Իսկ արդյոք գնալու են այն հարցերին, թե ինչի այդ ոլորտներում զարգացում չի տեղի ունեցել 94 թվականից այս կողմ։ Եվ այդ դա էլ է գալիս։
քաղաքական պատասխանատվության խնդրից։ Այնպես որ չբավարարվենք միայն այն իմաստով, որ նայեք երեք փոփոխություն եղավ եւ եկեք սրանից անենք։ Մենք պետք է դասեր քաղելուց ասելով հասկանանք, թե այն ինչեր են անել, ինչ պետք է անենք, որ այլևս մեր մոտ չլինի իրավիճակ, որ սպասենք, մեկ էլ հենց որ եղավ ռազմական գործողությունը, նոր հասկանանք, վայ հետ ենք ընկել կամ ինչ-որ հարցեր նորովի չենք տեսել, նորովի չենք մտածել, նորովի լուծումներ չենք կարողանում բերենք։ Հույսով եմ, որ իսկապես այն նոր նշանակումները, որոնց անունները մենք կլսենք, իրենք կբերեն նոր թարմություն այս ոլորտներում, առնվազն այդ ոլորտներն են, որոնք երևի ունեցել են բացթողումներ, այդպես կարող ենք ասել, եւ գլխավորը, որ այդ ոլորտներում դրանից հետո այնպիսի փոփոխություններ կատարվեն, որ երբևէ չունենանք իրավիճակ, որը եղավ մինչև ապրիլի 1-ը։